Բարև ձեզ ընկերներ, նրանք ովքեր առաջին անգամ են իմ ալիքում, հիշեցնեմ, որ ձեզ հետ են Արինեն։ Այսօր մենք միասին պատրաստելու ենք շատ հեշտ բաղադրատոմսով էկլերներ։ Նախքան սկսենք այն պատրաստելը, առաջարկում եմ նրանք, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել իմ ալիքին, բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք իմ ալիքի համեղ բաղադրատոմսերը։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում արդեն իսկ պատրաստի էկլերները։ Եթե հավանեցիք, գնացինք այն պատրաստելու։ Խմորը պատրաստելու համար վերցնում ենք 4 ձու, 1-200 գրամանոց բաժակով ջուր, նույն բաժակով ալյուր, 1 սուրճի բաժակ բուսայուղ և մի պտխունց աղ։ Վերցնում ենք մեզ հարմար մի կաթսա, լցնում ջուրը և բուսայուղը, սպասում մինչև հասնի եռման աստիճանի։ Ապա ավելացնելով աղը և ալյուրը մարմանդ կրակի վրա խառնում ենք այնքան, մինչև դառնա միասեռ զանգված։ 2-ից 3 րոպե անընդմեջ խառնում ենք։ Ահա ընկերներ, տեսնում եք, որ մեր էկլերներն արդեն պատրաստ են, բուրում են հիանալի, տեսքն էլ ախորժալի են և մնում է մեզ պատրաստել էկլերների համար համեղ կրեմ։ Կրեմը պատրաստելու համար վերցնում ենք 200 գրամանոց բաժակով լի կաթ, ապա նույն բաժակով ես վերցնում եմ շաքարավազ, չնայած ես քաղցր սիրող եմ, դուք կարող եք կես բաժակ կամ կեսից մի փոքր ավելի բաժակ վերցնել շաքարավազը, ապա հարկավոր է 1 հավկիթ, 3 ճաշի գթալ ալյուր և 50 գրամ կարագ։
Եվ իհարկե վերցնում ենք 3 գրամ վանիլ։ Կրեմը պատրաստելու համար կաթսայի մեջ լցնում ենք բոլոր 4 բաղադրիչները՝ շաքարավազը, այլուրը եւ վանիլինը։ Լավ խառնելուց հետո ավելացնում ենք 1 հավկիթը, ապա շարունակում խառնել, նոր avելացնում ենք 200 գրամ կաթը։ Նույնպես խառնելուց հետո եփում ենք մարմանդ կրակի վրա 6-ից 8 րոպե։ Կրեմն ու էկլերները պատրաստ են, մեզ մնում է տեղադրել կրեմը էկլերների մեջ։ Կրեմը տեղադրելու համար տեսեք, ինչպես եմ ես դանակի օգնությամբ էկլերների ներքևի հատվածը մի փոքր բացում եւ զգուշությամբ տեղադրում կրեմը էկլերների մեջ։ Նույն գործողությունը կատարում եմ մյուս էկլերների դեպքում նույնպես։ Սովորաբար պատրաստի էկլերներիս վերջնական տեսքը ստանալու համար ես ձևավորում եմ մալինայով, մոշով, սմառոձինայով, սակայն այս անգամ ինձ մոտ այն բացակայում էր, որոշեցի փորձել ձևավորել խնձորով, թե որքանով է այն ինձ մոտ ստացվել գեղեցիկ, գրեք մեկնաբանության բաժնում ես այն անպայման կկարդամ։ Եվ վերջում էկլերների վրա ցանում եմ շաքարի փոշի։ Ահա եւ իմ էկլերների վերջնական տեսքը, հավաստիացնում եմ ձեզ շատ համեղ է, վայ չպատրաստողին ու չուտողին, այսօր այսքանը կհանդիպենք հաջորդ իմ տեսանյութի ժամանակ, ցտեսություն։